Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բնականաբար ֆինանսավորման հարցը առանցքային հարց է, ոչ միայն պայման է հաջողության հասնելու համար, այլ նաև քաղաքական հարց է։ Չկա սեր առանց սիրո ապացույցի։ Հետևաբար չկա համագործակցություն առանց ֆինանսավորման։ Դա բնականաբար ենթադրում է գործընկեր համայնքների կողմից ջանքեր, երկու կողմից, եւ շեշտում եմ երկու կողմից, դա ենթադրում է նաեւ պետության ներգրավվածություն եւ այս առումով ծրագրեր ներկայացնելու առաջարկ, որը մեկնարկել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, դրա ապացույցն է եւ մենք արդեն ստացել ենք Ֆլորանս Պրովանդիեն, որը համակարգում է այդ ուրեմն ծրագիրը, շատ առաջարկներ է արդեն ստացել եւ որը ներառում է նաեւ ֆրանսիական տեղական համայնքներ, բնականաբար արտաքին գործերի նախարարության դերը, դեսպանության դերը այստեղ չի սահմանափակվում ֆինանսական ներդրումներով, այլ նաև ձեզ աջակցել, ուղղորդել գոյություն ունեցող գործիքներ, ինչ կարելի է անել Եվրամիության հետ, ինչ կարելի է անել միջազգային կազմակերպությունների հետ, ինչ հնարավոր է անել նաև, որովհետև սա էլ ապակենտրոնացված համագործակցության ասպեկտն է, ձեռնարկությունների հետ։ Այսինքն մեր դերն է նաև ձեզ ուղղություն ցույց տալ այս համընդհանուր համայնապատկերի մեջ եւ ինչն է ապահովում համագործակցության կայունությունը, հաջողությունը, նաև այդ աջակցության կայունությունը ժամանակի մեջ եւ մենք շատ գեղեցիկ օրինակներ ունենք, սկսած Գորիսում սրտանոթային ֆրանսիական հիվանդանոցի կողմից, որը երկար տարիների վեր աջակցություն է ստանում մասնավորապես Բուժդյուրոն դեպարտամենտի կողմից, մեկ այլ տարածքում Գեղարքունիքում ունենք մեկ այլ օրինակ Գրենոբլի քաղաքի եւ Իզերի կողմից աջակցություն եւ այստեղ եւս տարեց տարի ծրագրից ծրագիր շարունակականություն ունենք Գորիս վերադառնալով նշեմ նաեւ իր հիմնադրումից ի վեր ֆրանկոֆոն կենտրոնին տրված աջակցությունը Վիեն քաղաքի կողմից։ Այսինքն ներգրավվածությունները կարող են երբեմն շատ խորը լինել, ինչպես Օվեն Ռոնալբը Սյունիքում, կարող են լինել շատ երկարատև, ինչպես Օդեսենը Տավուշում, բայց եւս մեկ անգամ ուզում եմ նշել, չկա փոքր թեմա, չկա փոքր ծրագիր, չկա փոքր ֆինանսավորում։ Կարևորը լինի տեղին ծրագիր եւ լինի շարունակականություն, այսինքն հավատարմություն։